Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, ընդհանուր առմամբ եկեք սկսենք նրանից, թե նախընտրական այս թոհուբոհի մեջ վաղվանից էլ սկսվում է պաշտոնական քարոզարշավը։ Ինչ տպավորություն ունեք նախընտրական ամենատարբեր խոսույթներից, ամենատարբեր իրականություններից մենք տեսնում ենք օրինակ հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները, ամենատարբեր նարատիվներ, դրանց հերթով մենք դեռ կանդրադառնանք, բայց ընդհանուր առմամբ ձեր տպավորությունը հատկապես հակակոռուպցիոնի բացահայտումների հետ կապված, սա ձեզ ինչ-որ իմաստով դեժավյուի այսպես էֆեկտ չի տալիս նախկին ժամանակների հետ կապված, որովհետև նախկինում այնինչ աֆիլացվել է այսպես նախկին իշխանությունների հետ ընտրակաշառքը, հիմա նույնը ըստ էության վերարտադրում է ընդդիմությունը կամ գոնե ուժերը, որոնք հավակնում են դառնալ ընդդիմություն։ Ընդհանուր առմամբ ինչ է կատարվում, ինչպես կմեկնաբանեք տեղի ունեցողը։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր պատկան մարմինների, իրավակարգի պահապանների եւ մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի մեր այն պետականակենտրոն մասնագետներին, ծառայողներին, ովքեր որ իրականացնում են այդ գործողությունները, որտեղ այդ գործողությունները բարոյ իմաստով ուղղված են մեր պետության եւ պետականության առհասարակ եւ դրանք սպառնալիք են մեր պետական ինստիտուտներին ու ինչու՞ չէ նաեւ մեր ինքնիշխանությանը, սուվերենությանը ու վաղվա Հայաստանի հիմքերին։ Դեժավյուի իմաստով երևույթը ինքնին մեզ իհարկե հասցնում է տասնամյակների վաղեմության այդ երևույթները, ինչը մեր հեղափոխությունից ի վեր արդեն բացառել ենք մենք բոլոր մարմիններում, բոլոր մակարդակներում եւ առհասարակ տվել ենք մեր ժողովրդին այդ երաշխիքները, որ չենք հանդուրժելու այդ երևույթները։ Բայց պետական ինստիտուտների արձագանքի եւ այդ մասնավորապես հակակոռուպցիոն կոմիտեի գործողությունների մասով բնականաբար 180 աստիճանով կարծես թե տարբեր իրավիճակներ ունենք։ Հեղափոխությունից առաջ պետությունը կարծես թե այդպիսի ջանք չէր թափում դիմագրավելու այդ երևույթներին, այդ իսկ պատճառով նաև տասնամյակների ընթացքում հակվել, կատարելագործվել էին այդ ներողություն ձևակերպման ընտրատասովչիկների ինստիտուտները մեր երկրում։ Եվ ինչը դա նաև ուղիղ ազգային անվտանգության սպառնալիք էր արդեն դարձել հեղափոխության նախօրեին։ Եվ դրա վառապացույցն այն է, որ 2017 թվականին, երբ ինքս նաև մեր քաղաք պայմանագրի մի շարք ընկերների հետ ելք կուսակցությունը դաշինքով ընդդիմադիր գործունեություն ենք ծավալում եւ պատգամության տեխնացուներ էինք, այդ օրվա իշխանությունները համանդրական մեծամասնություն վերցրեցին պարլամենտում, բայց 1.5 տարի անց արդեն հեղափոխությունից 6 ամիս անց արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրանք նույնիսկ շեմը չհաղթարեցին։ Ահա այդպիսի քվազի ձևական ընտրություններ էին տեղի ունենում մինչ հեղափոխական Հայաստանում։ Եվ վերադառնալով ձեր ձևակերպմանը, ես այսօր շատ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նախ եւ առաջ շատ ուրախ եմ եւ ողջունում եմ, որ իմ պետությունը վերջապես վերագտել իր դիմակայունությունը եւ իրավակարգի պահապանները, իրավապահ մարմինները սահմանադրությամբ եւ օրենքներով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում երաշխավորում են քաղաքացու ազատ, արդար եւ թափանցիկ քվեն համապետական ընտրությունների միջոցով ձևավորելու լեգիտիմ իշխանություն, որտեղ մեր պետության, կենսունակության, հզորության ու առհասարակ ուժեղ պետության ունենալու հիմքում ընկած է լեգիտիմ իշխանությունները։ Դրա վառ ապացույցն է վերջին օրերին Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթաժողովի անցկացումն էր, որ եվրոպական առաջադեմ 50 պատվիրակություններ եւ միջազգային վերպետական կազմակերպությունների ղեկավարներ այցելեցին մեր երկիր որպես ժողովրդավար, որպես լեգիտիմ իշխանություն ընտրող եւ նախկին արգատելի բարքերը հիմնավորապես մերժած պետություն։ Եթե մենք լեգիտիմ իշխանություն չունենայինք, մենք արդար թափանցիկ երաշխավորած ընտրություններ մի քանի անգամ արդեն հերթական եւ արտահերթ պարլամենտական ընտրությունների միջոցով անցկացրած չլինեինք, բնավ այդպիսի պատվիրակություններ չէին գա Հայաստան եւ նմանատիպ միջոցառում չէր իրականացվում մեր երկրում։ Իդեպ նման օրինակ հայտարարություն այստեղից արեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որ 8 տարի առաջ այդ առաջնորդները Հայաստանում չէին գա, որովհետեւ Հայաստանը դե ֆակտո ընկալվում էր այլ երկրի արբանյակ, ընդդիմադիրները քննադատում են
Մակրոնի հայտնի հայտարարությունը, ասում են, որ սա սադրանք է եւ Մակրոնի հայտարարությունները առնվազն չեն նպաստում հայ-ռուսական հարաբերություններին, հակառակը հարվածում են։ Վերջին օրերին Մակրոնը ինչպես մեծ ուշադրության կենտրոնում էր, այնպես էլ թիրախում, նախ ընդհանուր առմամբ հասկանանք ինչու է թիրախավորվել Մակրոնը, վերջին օրերին շատ են հարցնում, թե եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ինչ տվեց կամ Մակրոնի պետական այցը Հայաստան ինչ տվեց, թե ստորագրվել է ռազմավարական փաստաթուղթ, ինչ միտում ունեն նման հայտարարությունները եւ նման նաեւ թիրախավորումները եւ արդյոք Մակրոնի հայտարարության հիմքում կամ միտումն այն էր, որ որևէ կերպ վնասեր հայ-ռուսական հարաբերություններին եւ կամ ինչպես հայտարարում են երբեմն ընդդիմադիր շրջանակները ռուսատյաց այսպես տրամադրություններ տարածեր։ Տեսեք, նախ պիտի ասեմ, որ րոպեներ առաջ կառավարությանից հետո ճեպազրույցին վարչապետը շատ հստակ եւ սպառիչ պատասխանեց լրագրողից մեկի նմանատիպ հարցին, որ մայիսի 28-ի հանրապետության օրը նախատեսվող մեր ռազմական շքերթին դուք կտեսնեք, թե ինչ է արել Էմանուել Մակրոնը մեր պետության, մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Իսկ թե որ քաղաքական ճամբարից, որ աշխարհական կենտրոնից են ուղղորդվում տվյալ գործչի, մեր դաշնակից ռազմավարական այլևս դաշնակից պետության նախագահի անձի ու գործունեության նկատմամբ թիրախավորումները բոլորիս է պարզ եւ ինձ համար ակնհայտ է, որ դա արտաքին ուժերի արտաքին խաղացողների օրակարգը սպասարկելու քայլեր են եւ մեր պետական շահից չեն բխում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտից, օպոնենտներից, ոմանց կողմից այն որոշակի վկայակոչումներին, որ նախկին իշխանությունների շրջանում 2018 թվականից առաջ էլ Ֆրանսիայի նախագահների պետական պաշտոնական այցեր են եղել, այո, առանձին այցեր եղել են, բայց եվրոպական համայնքի, Եվրամիության, Եվրոպական խորհրդի վերպետական մի շարք կազմակերպությունների այնպեսին ինչպեսին օրինակ ՆԱՏՕ-ն է նաև գլխավոր քարտուղարների մակարդակով շուրջ 500 հոգանոց 50 պատվիրակությունների միաժամանակյա այց եւ քաղաքական օրակարգի հարուցում օրեր տևած մեր երկրում նման մասշտաբի գործընթաց առաջադեմ աշխարհի հետ բնավ չէ եղել եւ դա մեզ համար մեր նաև պետական ինքնիշխանության մեր երկրի ու պետական անկախ արտաքին քաղաքականության գործուն ցուցիչ է։ Շատ լավ գիտենք ինքներս, նույն իրականության մաս ենք եղել։ Միջև հեղափոխություն արտաքին քաղաքական գործունեությունը մեծապես համաձայնեցվում էր մեր հյուսային դաշնակցի երկրորդ, երրորդ էշելոնների գործիչների հետ նույնիսկ։ Եվ երբևէ նման արտաքին նախաձեռնողական, անկաշկանդ եւ բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահից բխեցվող քաղաքականություն չի իրականացվել մեր երկրում։ Գուցե տարբեր հանգրվաններում պատմության, նորանկախ պատմության մասին է առանձին պետությունների, առանձին միությունների, առանձին միջպետական կամ միջազգային կազմավորումների շրջանակներում առանձին արդյունավետ կամ օրվա թելադրանքով փոխադարձ շահի հիման վրա խարսխված համագործակցության օրինակներ ունենք, բայց խոշոր հաշվով վերջին օրերի այդ աննախադեպ քաղաքական իրադարձությունները մեր երկրում, մեր երկրի միջազգային վարկի հեղինակության աննախադեպ բարձրացում ենթադրեց։ Եվ ով կամահրանքով կամ քննադատաբար է վերաբերում այդ երևույթին, այդ միջոցառումներին եւ այդ ձևաչափին, առնվազն ազնիվ չէ նախ ինքը իր հետ, ապա նաև մեր ժողովրդի ու պետության հետ եւ սպասարկում է արտաքին ուժերի որոշ առանցքների շահերը։ Դե որոշ շրջանակներ պնդում են, որ այստեղ օգտակար գործողության գործակիցը, այսպես ասած, այն էր, որ նախընտրական քարոզարշավ ապահովեցիք ձեր ուժի համար։ Մենք ընտրությունից ընտրություն պետական կառավարումը ունի հանգրվաններ, ունի միջոցառումներ։ Հիմա ասենք COP17-ն նախատեսված է հոկտեմբեր ամսին, նշանակում է դա հետընտրական քարոզարշավ է նախատեսվել։ Մեր պետական շահից ելնելով նաև այն դեպքում, որ քաղաքական համայնքի գագաթաժողովները 6 ամիս մեկ են լինում եւ մեզ հաջողվեց այս շրջափուլի համար հյուրընկալել քաղաքական գագաթաժողովը, դա պետական շահի առաջխաղման ցցուն օրինակ է, բայց թե որ համապետական կամ թիմ ընտրություններն է դա համագնում, դա էլ քաղաքականություն է եւ թեկուզ քաղաքականության նաեւ խաղի կանոններով, այո, եթե պետական կառավարումը եւ պետական արտաքին քաղաքական մասնավորապես քաղաքականություն արդյունավետ է իրականացում եւ դա համընկնում է համապետական ընտրություններին, թող որ
լինի նաև որևէ իշխանությունների համար քաղաքական կապիտալիզացիայի միջոց, ինչն է քննադատելի այդտեղ։ Ես քննադատելի ոչինչ չեմ տեսնում։ Թող պետության շահից իրենք քայլեր ձեռնարկեն եւ ծառայեցնեն իրենց քաղաքական նպատակներին, քաղաքական կապիտալիզացիան եւ դա, այսպես ասած, մեր ընտրողների արժեվ դնեն նախընտրական շրջանում որպես քարոզարշավի մի գործիք։ Ես համաձայն եմ դրա հետ։ Թող իրենք էլ պետականակենտրոն եւ Հայաստանի շահերից բխող քայլեր անեն։ Եվ վերջին հարցը հանգիստ կթողնենք Էմանուել Մակրոնին։ Մակրոնի այն հայտարարությունը, որ ինքը աջակցում է ուղիղ Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ ժողովրդավարությունը Հայաստանի այս ուղին, որ բռնել է Հայաստանը, ելի ընդդիմադիրների համար անհասկանալի է, որովհետեւ սա ուղիղ միջամտություն է մեր ներպետական գործերին։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահն էլ ուղիղ հիշատակեց մեր ձևով շարժման դե ֆակտո լիդերին, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունի, նաև ժեստ տարեց, որ նաև ռուսական ազնագիր ունի եւ կալանքի տակ է, այսինքն դա ուղիղ աջակցություն էր օպոնենտ ուժի լիդերին, բայց ինչի չեն ասում, որ միջամտեց մեր ներքին հարցերին։ Ուղիղ հայելային իրավիճակ է, բայց մի տարբերությամբ վարչապետը լեգիտիմ ընտրված երկրի նախագահն է, 100%-ով համապատասխանում է սահմանադրությամբ առաջ քաշված պահանջներին, առաջադրվելու, վերառաջադրվելու եւ գլխավորելու մեր համապետական ցուցակը պատգամավորության համապետական ցանկի առաջին տեղում լինելու, բացառիկ ներկուսակցական ժողովրդավար ինստիտուտների կիրառմամբ ընտրվել եւ գրանցվել է որպես մեր վարչապետի տեխնացու։ Իսկ տվյալ անձը եւ տվյալ ուժը արդեն իսկ ի սկզբանե սահմանադրության խնդիր կա։ Ոչ միայն պատգամավորության տեխնացու գրանցվելու, այլ առհասարակ գործող իրավակարգավորներով եւ սահմանադրական օրենքով նաեւ պահանջներին չհամապատասխանեցնել։ Այսինքն սահմանադրական կարգավորումներին հակասող հարթության մեջ առանձին երկրի ղեկավարի աջակցությունը չի քննադատվում, սահմանադրականության հետ որևէ խնդիր չունենալով լեգիտիմ, բարոյական այդ թվում նաև հարթության մեջ պաշտոնական աջակցությունը քննադատվում է, ազնիվ չառնվազն, կրկնեմ։ Պարոն Պետրոսյան, դուք քանի որ հիշատակեցիք նաև մեր հյուսիսային դաշնակիցներին, առնվազն ասեմ, որ նրանց էլ առանձնապես դուր չի եկել այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում վերջին մի քանի օրերին, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, Հայաստան Եվրամիություն գագաթնաժողով, գիտեք, որ այդ օրակարգերում ամենատարբեր հանդիպումներ են եղել, այստեղ էր նաև Վլադիմիր Զելենսկին, եւ անթաքույց Ռուսաստանից հայտնում են, որ սա շատ անշնորհակալ անշնորհ քայլ էր Հայաստանի կողմից եւ տողատակում նաև հայտարարում, որ դեռ կհասկանան, թե ինչպես են վարվելու մեզ հետ, բայց այնուամենայնիվ այդ ամբողջը միտում ուներ որևէ կերպ գրգռել Ռուսաստանին կամ այդ ամբողջը միտված էր որևէ կերպ վնասել Ռուսաստանի շահերին, որովհետև հաճախ նաև նման տեսակետներ ենք լսում, որ այս ամենը հակառուսական տրամադրություններ են, ռուսաֆոբություն են տարածում եւ ռուսատյացություն են տարածում այդ հարթակները եւ նաև այդ գագաթնաժողովները նմանօրինակ։ Հասկանանք ինչու է ջղաձգվել պաշտոնական Մոսկվան, արդյոք կար մտահոգվելու տեղիք։ Բնականաբար այդ ամենաանհետեցությունը, որ մեր արտաքին քաղաքական գերակայությունների համատեքստում նման կարևոր եւ իմ գնահատմամբ գրանձիոզ միջոցառումները որևէ երրորդ կողմի նյարդերը տեղի տալու կամ որևէ երրորդ կողմի ժողովրդան ապահովելու համար է, դա ցնդաբանություն կարելի է որակել։ Շատ դեպքերում տեսեք մեր ներհայաստանյան ներքաղաքական որոշ գործիչներ կամ ուժեր կամ մարդկուսակցություններ, ու այդ մարդկուսակցությունների ռուսաֆիլությունը այն աստիճանի է խորացել, որ արդեն մեզ մեղադրելով ռուսաֆոբիայի մեջ, ասենք նաև շատ դեպքերում իրենք իրենց են հակասում, ուղղակիորեն հակասում իրենց նախորդ հայտարարությունների գործողություն եւ նաև այդ գնահատականների մեջ։ Բնավ չեմ ուզում մտնել այդ դիսկուրսի մեջ անկեղծ ասած, նաև ինքս արտաքին քաղաքական օրակարգերի առումով թե ի պաշտոն է, թե գործնեության բերումով ներգրաված չեմ որևէ կերպ մեր թիմում, ինքս այս պահին այլ խնդիր եմ լուծում, դա մեր ռազմավարական, էներգետիկ, հսկա բնական մենաշնորհոշտված ընկերության պետականացման գործընթացը պատվով եւ արդյունավետորեն հասցնելու եզրափակիչ հանգրվանին։ Իսկ այդ օրերի իմ խնդիրը եղել է մեկը՝ ապահովելու անխափան էլեկտրամատակարարում մի քանի տասնյակ ուրեմն հյուրանոցներում, խոշոր եւ մեծ եւ փոքր կենտրոնում, բոլոր այն հարթակներում, որտեղ տեղի են ունեցել քննարկումները, պանելային քննարկումները, պաշտոնական ուրեմն ընդունելությունները, պետական այցի հետ կապված բոլոր միջոցառումները եւ այդ գործընթացը մենք պատվով տարել ենք։ Որպես թիմի անդամ, որպես քաղաքական հանրային գործիչ, պարզապես կարող եմ մի նախադասությամբ գնահատել տեղի ունեցածը, դա մեր
սուվերենության մի քանի աշճան բարձրացնելու, համաշխարհային քաղաքականության միջազգային հարաբերությունների ձևաչափում Հայաստանը օբյեկտից սուբյեկտ դարձնելուն ուղղված նշանակալի քայլեր, ինչը ավելի մեծ հորիզոններ է բացում մեր միջազգային համագործակցության ասպարեզում։ Իսկ նախագահ Մակրոնի այցը Հայաստան ամենաբարձր պետական այցի ձևաչափում ես շատ ուրախ եմ եւ շատ ինձ համար նաեւ հպարտանալու առիթ է միջուկային գերտերություն եւ Եվրամիության առաջադեմ եւ լիդեր պետություններից մեկը, ինչպեսին Ֆրանսիան է, ներկայությունը մեր արտաքին քաղաքական օրակարգում շատ կարեւոր է նաեւ ազգային անվտանգության տեսակետից, տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատելու տեսակետից եւ իհարկե ռազմավարական դաշնակից ընտրելու եւ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերվելու այն բացառիկ ձևաչափում, որտեղ նաեւ էական է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Մակրոնի անձնական հարաբերությունները, որտեղ նաեւ միջազգային հարաբերությունները շատ դեպքերում նաեւ անձերի ընդհանուր աշխարհայացքի, աշխարհընկալումների եւ սկզբունքների համատեքստում է կառուցվում։ Նույն մշակույթի կրողն են ըստ էության մեր երկու երկրների լիդերները, որի համար ես շատ ուրախ եմ եւ շատ բարձր եմ գնահատում։ Նաեւ շատ կարեւորում է արտաքին քաղաքական գերատեսչության, արտգործնախարարության դերակատարում այս ամեն ինչի մեջ եւ նախարար Միրզոյանի դերակատարումը շատ նշանակալի է եւ իմ թիմակիցներին, իմ ընկերներին ես շնորհակալություն եմ հայտնում այս նշանակալի միջոցառումների արդյունավետ իրականացման համար։ Հետին մենք դեռ պարտադիր կանդրադառնանք, պարոն Պետրոսյան, բայց վերջին օրերին հատկապես ներսում են նման հայտարարություններ հնչում, ինչը իհարկե տարօրինակ է, բայց դուք ավելի ճիշտ կմեկնաբանեք։ Նախկին պետական պաշտոնյաներ հորդորում են Ռուսաստանին, որ Կրեմլը այս իրավիճակում կարող է մի ձև վարվել մեր հետ, պետք է բարձրացնի գազի գները, պետք է գյուղմթերքը արգելի, գյուղմթերքի մուտքը դեպի Ռուսաստան։ Հորդորում են, որ որոշակի խոչընդոտներ ընդհուպ ստեղծի Լարսում եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ ինչ է կարծում Կրեմլում ականջալուր կլինեն այս մեր ներքաղաքական այս շրջանակներին եւ նախկին պետական պաշտոնյաներին եւ ինչ միտում ունեն նաեւ նման հայտարարությունները։ Նման հայտարարությունները թե ինչ միտում ունեն, ես թողնում եմ մեր ժողովրդի դատին 1 ամիս անց, բառացիորեն 1 ամիս անց։ Հունիսի 7-ին համապետական ընտրությունը եւ մեր ժողովուրդը բոլոր այդ գործիչներին կուղարկի համապատասխան տեղը հակապետական եւ Հայաստանի պետական շահին եւ մեր հանրային շահին ուղիղ սպառնալիք հանդիսացող ինչ-որ կոչերի, խորհուրդների կամ լոզունգների համար։ Իհարկե անհասկանալի է այդ կոչերը ու անհասկանալի առասարակ այդ ժողովուրդ, այդ մարդիկ, այդ գործիչները ում շահերից են խոսում, ում են ներկայացնում մեր երկրում։ Իրենք ընդհանրապես գենետիկ հայ են, թե չէ։ Ինչ է նշանակում, ասենք խնդիրը ստեղծեն, ինչ է նշանակում, ասենք պատժել Երևանին, Հայաստանին եւ այլն։ Հայաստանի Հանրապետությունը ի ուրախություն մեզ վերագտել է իր դիմականությունը, ինչպես ասացի, եւ մեր պետությունը իրականացնում է անկախ, սուվերեն, արտաքին չմիջնորդավորված քաղաքականություն այլևս։ Ու ես շնորհակալ եմ մեր նաեւ քաղաքական այն թիմակիցներին, ովքեր որ հասցրել են մեր արտաքին քաղաքական գործունեության այդ ինքնաբավության եւ սուվերենության մակարդակը այս աստիճանի, որ առանց որևէ երրորդ կողմի, առանց որևէ ուժի առանցքի, առանց որևէ աշխարհական մայրաքաղաքի հետ համաձայնեցնելու իրենք ուղիղ շփվում ենք մայրաքաղաքների եւ առանցքային այն ուժի կենտրոնների հետ, որոնց հետ մեր օրակարգը համատեղվում է եւ բխում է մեր պետության շահերից կամ երկուստեք շահերի վրա է խարսխված եւ չի սպասարկում բացառապես մեկ կողմի կամ դոմինանտ կողմի շահերը ստորադասելով մեր շահերին։ Իսկ այդ անձինք, ովքեր որ հայտարարություն են անում, ու այդ հայտարարությունները ուղիղ սպառնում են մեր պետությունը մեր ժողովուրդն է։ Պետության սպառնալիքը ժողովրդին է սպառնում։ Եվ ես որպես Հայաստանի Հանրության քաղաքացի կրում եմ մեր պետությունը եւ իմ պետության ահագնացող, սպառնացող վտանգը, ահագնացող սպառնալիքները մարտահրավերները բնականաբար ես ուղղակիորեն կարել եմ նաեւ ինձ վրա անհասկանալի այդ մարդկանց կոչերը։ Ու շատ դեպքերում այդ մարդկանց կոչերը կարելի է նույնականացնել ազգային դավաճանության հետ, պետական դավաճանության հետ։ Ինչ է նշանակում, ասենք Հայաստանի Հանրության քաղաքացին, ընդ որում նախկինում Բարսաշյան պաշտոնյան ու պետական կարգավիճակ ունեցող անձը կոչ է անում այլ երկրին միջոցներ ձեռնարկելու, սահմանափակելու մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունը, մեր պարենային անվտանգությունը, մեր ֆիզիկական անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, դա ինչ կոչեր են։ Սահմանադրությամբ եւ նաեւ գործող օրենսդրությամբ նաեւ նմանատիպ կոչերի համար քրեաիրավական գնահատական ու պատիժ է նաեւ կարծես նախատեսած։ Ու անհասկանալի է քաղաքական այդ մանիպուլյացիաների հորիզոնտում ում ականջն ուզում շոյեն։ Ուղիղ ասեմ,
ռուսական արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող մեր ընտրազանգվածի, մեր հանրության որոշ մասի, Քավլիցի մեր հանրությունը ես 100% երաշխավորում եմ, այլևս նախկին հանրությունը չի։ Մեր ժողովուրդը շատ խելացի, շատ խորիմաստ, թացը չորից հրաշալի տարբերակող, քաղաքական հրաշալի ներողությունս բարամար, հոտարություն ունեցող բոլոր սոցիալական շերտերին է դա վերաբերում։ Հակակոռուպցիոն կոմիտեի գաղտնալսումներով անցնող այդ ներողություն ընտրատասովչիկների մի գնացեք, դրանք մեր ժողովուրդը չեն։ Դրանք մեր ժողովրդի այն տականքն են, ովքեր վերարտադրման փորձ են անում եւ ժամանակի արգահատելու 18 թվականին մերժված բարքերը վերածնելու, ակտուալ դարձնելու դատապարտված, այլևս ի սկզբանե ձախողված անփառունակ փորձն են իրանք իրականացնում, ինչի արդյունքում նաեւ պետության համը մնում է իրենց բերանը, վարչապետի ձևակերպմամբ։ Եվ ահա այդ գործիչներին վերադառնամ, այդպիսով իրանք փորձելով գուցե ինչ-որ մի շերտից մի քանի 100 կամ 1000 ձայն մուրալու, պետությունը նաեւ առերևույթ ծախելու արդյունքում, իրանք շատ ավելի դաժան, այսպես ասած, քաղաքական ճակատագրի են արժանանալու հունիսի 7-ին։ Ես վստահեցնում եմ ձեզ։ Եվ այս խոսքերս հիշեք, հունիսի 7-ից հետո կտեսնեք դրանց հավաքած քվեները։ Հակապետական կոչ արած Հայաստանի Հանրապետության շահերին հակասող ինչ որ հորդորներ հղած այդ գործիչների անփառունակ, ու ես հույսով եմ, որ արդեն այլևս 2026 թվականի համապետական ընտրությունից հետո այլևս ակտուալ չեն լինի ոչ այդ անձինք, ոչ այդ ուժերը մեր քաղաքական օրակարգում, եւ 2031-ին արդեն առողջ լավ նոր սերնդով նոր մրցակցության մեջ կլինենք։ Նմանատիպ երևույթներն ու նմանատիպ հակապետական կոչ անող գործիչներ այլևս մեր հանրության նույնիսկ տեսադաշտում չեն լինի, կամ թոշակի անցած իրենց այգիներում գյուղատեսությամբ թող զբաղվեն, կամ էլ առհասարակ վազնացնեն մեր քաղաքական դաշտից։ Այլևս այդ որակի քաղաքականությունը մերժել է մեր ժողովուրդը։ Պարոն Պետրոսյան, կարևոր բան նշեցիք, որ նման որակի հայտարարություններ անելու համար կարելի է հանգիստ համարել պետական դավաճան նման պաշտոնյաներին։ Եվ գիտեք, ձեր ուժին ուղղված ամենամեծ մեղադրանքներից մեկը այն է, որ ինչու այս մարդիկ հերիք չէ որևէ իրավական գնահատականի չեն արժանացել, այլև հակառակը հավակնում են գալ իշխանության, ոչ միայն հավակնում են դառնալ ընդդիմություն, հավակնում են գալ իշխանության։ Հիմա այստեղ նաև ձեր իշխանության մեղավորությունը չկա, որ այնուամենայնիվ թեկուզ մենք խոսում ենք նախկին բարքերի մասին, որոնք հիմա նոր տրանսֆորմացիայով վերակենդանացնում են ընդդիմությունը, բայց այդ նախկին բարքերի համար էլ ընտրակաշառքի որևէ մեկը կարծես թե պատասխանատվության չի ենթարկվել այնուամենայնիվ։ Դե խոշոր հաշվով ժողովրդավարության, այսպես ասած, մեդալի մյուս կողմն է դա է։ Ժողովրդավարությունը պետական կառավարման համակարգերի առումով մինչ այժմ հայտնի լավագույն, այսպես ասած, գործիքակազմը ձևաչափն է, ունենալու իրավական սոցիալական պետություն, առաջադեմ պետություն, բայց նաև ժողովրդավարության, այսպես ասած, լավ կողմերից զատ նաև կան որոշ կողմեր, որի մեջ նաև խոսքի ազատությունն է, որ ով ինչ ուզի կարծես կարող է ներողություն հոխոր տալ։ Եվ դա արդեն մեր իրապահ մարմինների գնահատականի հարցն է իհարկե։ Ես գիտեմ, ես լիահույս եմ, նաև վստահ եմ ինչու լիահույս, որ մասնավորապես գլխավոր դատախազությունը օրենքով իրեն վերապահված լիազորություն է նաև մեդիա հարթակում հանրային խոսքի, հանրային հրապարակումների մեջ առերևույթ հանցակազմի հատկանիշ ունեցող դեպքերում ուսումնասիրություններ իրականացնել, մշտադիտարկումներ, մոնիթորինգներ անել եւ վարույթներ նախաձեռնել, եթե այդպիսի հանգամանքներ ի հայտ բերվում։ Քանի դեռ դատախազությունը որևէ դեպքով նման հաղորդագրություն չի տարածել, որևէ բան չի ձեռնարկել, մենք համարենք, որ այդ նուրբ կարմիր գիծը չի անցել իրավական տեսակետից, բայց իմ գնահատականը բնականաբար քաղաքական է, եւ ես ինքս տեսնում որ առերևույթ կան նաեւ այդ հատկանիշները, առերևույթ, որտեվ այն ինչը իրենք այսպես ասած հորդորում են, կոչ են անում այլ գերտերության ձեռնարկելու մեր պետության, մեր ժողովրդի նկատմամբ, դա ուղիղ ազգային անվտանգության սպառնալիք եմ ես տեսնում։ Դա իմ անձնական սուբյեկտիվ կարծիքն է։ Ես իրավաբան չեմ, գուցե եւ գնահատականների մեջ ավելի սուր եմ քաղաքական գործունեության բերումով, բայց որ դա անընդունելի է, արգահատել է եւ նվազագույնը գոնե ենթակա է արժանի է քաղաքական գնահատականի, ես հնչեցնում այդ գնահատականը, իսկ ընտրական process-ների ընթացքում արդեն մեր ժողովուրդը այդ գնահատականը կտա վստահաբար, մեր խելացի ժողովուրդը։
Պարոն Պետրոսյան, վերջին շրջանում շատ է այս մասին խոսվել 300,000 ադրբեջանցիների իբրև թե Հայաստանում վերաբնակեցնելու մասին, ընդհանուր վարչապետն է սրան անդրադարձել, բայց վերջերս ֆանտաստիկայի ժանրից մեկ այլ հայտարարություն է հնչել, ինչին ուզում եմ անդրադառնանք, ու իմ մոտ տպավորություն է, որ Ադրբեջանում էլ այս մասին իմացել են հայաստանյան մեդիա դաշտից։ Սամվել Կարապետյանը հայտարարում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը միտված էր նրան, որպեսզի ճանապարհ բացեր 300,000 ադրբեջանցիների վերադարձին, որպեսզի հնարավորություններ ստեղծեր եւ հեշտացներ այդ գործընթացը։ Ինչպես հասկանալ նման հայտարարությունները այն դեպքում, որքան էլ ասում եմ ֆանտաստիկայի ժանրից է հնչում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձ Հայաստան կապը որևէ կերպ տեսանելի չէ, բայց վերջին շրջանում շատ ենք տեսնում նաեւ այս թեզը, որը բարբերաբար փորձում են ամեն ինչի հետ կապել, ընդհանուր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ։ Կա մի պարզ ճշմարտություն, որ քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Իմի ամեն մեկը քաղաքականության մեջ, դա իմ գնահատականն է, իր աշխարհայացքի, իր ունակությունների, իր կրթական ցենզի շրջանակներում փորձում է հնարավոր մի բան անի առավելագույն քվե կողզելու 1 ամիս անց։ 1 ամիս անց, երբ արդեն բոլորի գնահատականները տրված կլինի, եւ բոլոր այդ անհեթեթ թեզերը եւ այդ անհեթեթ վարկածները կարծում եմ առնվազն գոնե միջնաժամկետ ապագայում հոդս կցնդեն։ Այն ինչը որ մեկնաբանելու, այսպես ասած, կարիք չունի, ես չեմ էլ ուզում մեկնաբանել, որովհետև վարչապետն ինքն է 1000 անգամ փաստարկել ու այդ թեզի անհեթեթությունը ապացուցել։ Այդ թվում նաև օպոնենտ քաղաքական դաշտի որոշ լիդերներ այնպիսի պրիմիտիվ, պարզունակ վարկածներին առաջ քաշում։ Ես չգիտեմ իրենք ասենք ում վրա են հաշվարկարել, էլի իրենք թերագնահատում են մեր ժողովրդին։ Իրենք մտածում են, որ մենք ունենք ինչ-որ մի սոցիալական խավ, ում կրթական ցենզը այնքան ցածր է, որ կարելի է այդ պրիմիտիվ 300,000 թիվը մանիպուլացնելով եւ հակադրելով 300,000 ադրբեջանցի եւ 300,000 աշխատատեղ։ Վա ինչ վատն են 300,000 ադրբեջանցի բերողները եւ ինչ լավն ենք 300,000 աշխատատեղ ստեղծողներս այդ թեզի վրա է իրենց ստավկեն։ Ես հիասթափեցնելու եմ իրենց ու իրենք հիասթափվելու են իրականում, որովհետև մեր հանրության մեջ բարեբախտաբար չկա նման պարզունակ մանիպուլյացիոն խայծեր կուլ տվող սոցիալական որևէ շերտ։ Գուցե կրթական ցենզի, գուցե ինտելեկտուալ կարողությունների կամ IQ-ի հետ կապված տարբեր դասակարգումներ ունենք, բայց խոշոր հաշվով ընտրական պրոցեսներին մասնակցող քաղաքացին, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ ու իրավատեր, իրավագիտակից քաղաքացին հրաշալիորեն հասկանում է այդ մանիպուլյացիաների բուն էությունը։ Իրենց ընտրելու են իրենց, այսպես ասած, կապիտալից օգտվող, սնվող, ժամանակին նաև այդ թվում հեծի ուղիղ կամ անուղղակիորեն փոխկապակցված տնտեսվարման արժեշղթայում որևէ կերպ ներգրավված սուբյեկտները կամ որոշ օբյեկտներ եւ նրանց հետ ընդհանուր շահ հետապնդող որոշ շրջանակներ։ Մեկ էլ շատ քիչ գուցե քաղաքացիներ, ովքեր ուղղակի արտաքին քաղաքական առումով իրենք կողմնորոշված են դեպի Կրեմլ։ Դա նորմալ է, դա մեր երկիրը ժողովրդավար երկիր է, յուրաքանչյուրը արտաքին քաղաքական պետական կողմնորոշման առումով կարող սեփական հայացքներ ուներ եւ այդ սեփական հայացքների շրջանակում կարևոր առանց խթանիչի, կարևոր առանց այդ իրանց բաժանած տաբատ, մաբատ, քյաբաբ եւ մնացած այլ կոդավորված կամ ուղիղ ուրեմն եզրույթների եւ դրա նաեւ հետևանքով ստանձնասպարտավորությունների դրա դեմ ակտիվորեն շարունակելու եւ քաղաքական պայքարը եւ իրավապահ մարմինի իրավական պայքարը կարևորը գնան իրենց ազատ գաղտնի կարևորը կամ արտահայտում իրականացնեն քվյա խցի մեջ։ Իսկ թե ինչ տոկոս է կազմում հանրության այդ շերտը, դե մի ամսից կիմանանք, պարզապես բարեբախտաբար մեր պետությունն այսօր պետական ինստիտուտներում արդեն այնքան կենսունակ է, որ պետական շահի գիտակցումով եւ ազգային ու պետական շահերը, այսպես ասած, գիտակցող ու դրանից բխող ընտրություն կատարելու պատրաստ շերտի ազատ կամ արտահայտումը կարողանում են գերաշխավորել եւ ազատ, թափանցիկ, արդար համապետական ու թիմ ընտրություններ անցկացնել։ Թիմ համապետական ընտրության արդյունքում կարձանագրվի այն ուժի ու վստահաբար դա քաղաքացիական պայմանագրերն է լինելու սահմանադրական մեծամասնությունը,
որը որ մեր երկիրը տանում է համահավասար, արժանապատիվ, հավասարը հավասարի արտաքին քաղաքականություն իրականացնելու ճանապարհով, թող լինի այդ դաշնակիցը հյուսիսից, արևելքից, արևմուտքից կամ հարավից, կարևորը այդ դաշնակցային հարաբերությունները առավելագույնս եւ լավագույնս համատեղվեն մեր ազգային ու պետական շահերի հետ։ Պարոն Պետրոսյան, ձեր խոսքում քանիցս նշեցիք, որ ընտրության արդյունքները Երևան հունիսի 7-ին կամ հունիսի 8-ին ժողովրդի քվեարկության արդյունքը կտեսնենք։ Բայց ուժեր կան, նույն Կարապետյանների ուժը, նրանց համակիրները արդեն քանի երկար ժամանակներ հայտարարում են, որ հաջորդ վարչապետը լինելու է Սամվել Կարապետյանը, այսօր Սամվել Կարապետյանը ինքն էլ այդ մասին վերահաստատեց, համոզմունք հայտնեց, որ ինքն է լինելու հաջորդ վարչապետը։ Հիմա հասկանանք, որտեղից նրանց մոտ այդ համոզմունքը եւ ինչու եք դուք ուզում սպասել մինչեւ հունիսի 7-ը, եթե մարդիկ արդեն գիտեն ինչ է լինելու։ Դե դա իրենց սուբյեկտիվ կարծիքն է եւ իրենց ոգեշրջման աղբյուրը, ես քիչ առաջ ասացի ինչն է։ Դա նաև իրենց սուվերեն եւ իրենց սահմանադրական իրավունքն է նաև արտահայտելու այն կանխատեսումը, որ իրենք մտածում են։ Իսկ քաղաքական կապիտալիզացիայի, մասշտաբայնության, քաղաքական գործիչների կոմպետենտության, հանրային խոսքի, նաև վերջին տարիներին մասնավորապես իրականացված բարեփոխումների առողջապահության ոլորտում, սոցիալական ոլորտում, քաղաքաշինության ոլորտում, առհասարակ պետական կառավարման համակարգում եւ միջին վիճակագրական քաղաքացու կյանքի որակի վրա ազդող, այսպես ասած, բնագավառներում կատարված ահռելի աշխատանքը, շոշափելի աշխատանքը ի ցույց դնելով եմ ես դա, այսպես ասած, այդ վստահությունը հայտնում ձեր եթերից, չկա այսօր մի գյուղ մեր հանրապետությունում, 900-ից ավելի գյուղեր ունենք, բնակավայրեր, շուրջ 70 խոշոր ասած համայնքներ ունենք, չկա մի համայնք, որտեղ որ այս պահին արդեն վեր չխոյանա 0-ից կառուցված նորակառույց ժամանակակից դպրոց, գունավոր տաղավարներով, լաբորատորիաներով, գրադարաններով, տեսասրահներով, չկա մի գյուղ ու մի բնակավայր, որտեղ կամ հիմնանորոգված, կամ 0-ից կառուցված մանկապարտեզներ չունենք նրանք, ապահովելու մեր կրտսեր սերնդի նախադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը։ Նաև մանկապարտեզը գյուղերում միայն նախադպրոցական կրթության հարց չէ, ինքը սոցիալ մշակութային հարց է, ինքը հասարակական կյանքի, հանրային կյանքի կազմակերպման մի առանցք է, որի շուրջ նաև մշակույթ է ձևավորվում։ Չկա մի գյուղ, չկա մի լեռնային բնակավայր, որտեղ որ առնվազն կամ տասնամյակներով չվերանորոգված կամ առհասարակ ասֆալտի երես չտեսած ժողովրդական լեզվով ասած բնակավայրում մեր կառավարությունը վերջին տարիներին բարեկարգած ճանապարհներ, ասֆալտապատված մայրուղիներ եւ նաեւ այլ ենթակառուցվածքներ, ջրագծեր, ռոռոկման ցանցեր, ջրահեռացման համակարգեր կառուցած չլինի։ Եվ մեր ժողովուրդը հիանալին տեսնում է դա։ Դա ինչից է գալի։ Դա գալիս է միջին ու վերին օղակներում համակարգային կոռուպցիայի տոտալ մերժումից եւ բացառումից բյուջեն ծառայում է իր նպատակին մեր պետությունում։ Պետական գործիչների ամենաբարձրաստիճան պաշտոնյաների իրենց հանձնառությունից հանդեպ մեր պետության ժողովրդի խնդիրների ճիշտ հասցեագրումից եւ այդ խնդիրների լուծմանը հետամուտ լինելուց այո ունենք բազմաթիվ այլ խնդիրներ եւ այս ունենք ինստիտուցիոնալ խնդիրներ ունենք պետական կառավարման մի շարք մարմիններում արդյունավետության խնդիրներ դե հասկանալի է մենք վերջապես մի քանի 100,000 հանրային ծառայող ունենք այսօր մեր երկրում մի քանի 100,000 հանրային ծառայող, սկսած տեղական ինքնակառավարման մարմիններից, տարածքային կառավարման մարմիններով, մինչև պետական կառավարման համակարգի մարմիններ եւ դրանց ենթակա հիմնարկներ, այդքան բանիմաց գրագետ, պետականակենտրոն, ազնիվ, հանձնառու, քաղաքացի նույնիսկ դժվար է ճարել մեր երկրում։ Պարզ է, որ արդյունավետության խնդիր միշտ կարա լինի, բայց գլխավորը մեր մղումներն ազնիվ են, մեր գործողություններն ու որոշումները բխում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ մեր ժողովրդի հանրային շահերից եւ ահա այդ վճռականությամբ
այդ համոզմունքներով եւ արդեն կատարված աշխատանքը շոշափելի մատնացույց անելով մենք վաղը սկսում ենք մեր համապետական քարոզարշավը մեր սիրելի Սյունիքի մարզից։ Եվ վերջում, պարոն Պետրոսյան, շատ կուզենամ խոսենք նաև թե որ փուլում է հեծի պետականացման գործընթացը եւ ձեր կառավարումից ի վեր շատ է խոսվել հեծի նախկին չարաշահումների մասին, ամենատարբեր խնդիրների մասին, հասկանանք ինչ է փոխվել ձեր կառավարման ընթացքում եւ արդյոք փոխվել է թե չէ, որովհետեւ խնդիրների մասին բավարարչափով կարծես թե խոսվել է։ Շնորհակալ եմ հարցի համար։ Հեծից ես ժամերով կխոսեմ, բայց փորձեմ շատ համառոտ ձևակերպել։ Ինչ է փոխվել այդ շրջանում։ Այն է փոխվել, որ մասնավորապես ձեր ստուդիայում կենտրոնում գտնվող էականորեն նվազել են հոսանքազրկումների եւ քանակը եւ տևողությունը։ Մենք կարող ենք փաստել։ Շնորհակալ եմ ձեր նաեւ անկեղծ հաստատման համար։ Փոխվել այն, որ հեծի աշխատակիցների շուրջ 50%-ը, այն է 3400-3500 աշխատավարձերը բարձրացել են 12-ից 25%-ով։ Արդեն մարտ ամսին ստացել են բարձր աշխատավարձեր, թեպետ 1700-1800 աշխատակիցներ իմ նշանակման առաջին իսկ փուլից հավելյալ 20000 դրամ հարկեր ներառյալ հավելավճարներ են ստանում։ Դա ի հաշիվ հեծի բարձր ղեկավարության, այդ թվում նաև իմ պարգևավճարներից հրաժարվելու արդյունքում առաջացած ֆինանսական խնայողություններից։ Փոխվել է այն, որ հեծի գլխամասային գրասենյակի շուրջ 600 աշխատակիցներ այլևս օգտվում են շատ բարձրակարգ անվճար ճաշարանից որպես սոցիալական ծրագիր հեծում։ Փոխվել է այն, որ մարտի 1-ից դարձյալ մարտ ամսից սկսած հեծում աշխատող 3 անչափահաս եւ ավելի զավակ ունեցող աշխատակիցների հոսանքի վճարը փոխհատուցվում է հեծի կողմից որպես գործատու սոցիալական կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում։ Փոխվել է այն, որ այս տարի արդեն շուրջ 46.4 միլիարդ դրամի ներդրումային ծրագիր ենք իրականացնելու մեր հանրապետությունում եւ մինչ այդ եթե ներդրումային ծրագրերը վերջին տարիներին հեծը նախկին կառավարիչների սեփականատերի նաեւ հայեցողությամբ շուրջ 70-80%-ով իրականացնում էր Երևանում, կենտրոններում, Արաբկիրում, Մայրաքաղաքում, որտեղ նաեւ հետգնելիություն ավելի բարձր էր շահույթի, շահեկանության իմաստով, կոմերցիոն շահ իմաստով, ապա մենք ներդրումային ծրագրի բաշխումը այս դեպքում իմ կառավարման շրջանում ուղիղ հայելային հակառակն ենք ուրեմն հաստատել եւ ներդրումային ծրագրի 70% իրականացվելու մարզերի համաչափ զարգացման կառավարության ծրագրին նաեւ համահունչ, իսկ 30%-ը Մայրաքաղաքում իհարկե աշխատող չանելով Մայրաքաղաքի մյուս հրատապ-հարցերը։ Եվ այդ շրջանակներում օրինակ ներդրումային ծրագրից զատ նաեւ լրացուցիչ խնայված միջոցներով մենք օրինակ Երևանի ագլոմերացիաներում 3 նոր բարձր լարման ենթականներ ենք 0-ից կառուցելու ժամանակակից եվրոպական, գերմանական այդ թվում տեխնոլոգիաներով հագեցած։ Մեկը դա լինելու է, ես դա առաջ անգամ ես մասին խոսում եմ, որտեղ բառացիորեն 3 են գրությունները հասցեագրվել ՏԿ-ն նախարարին եւ Երևանի քաղաքապետին հողահատկացման հարցերը լուծելու։ Որը մեկը Երևանի Ավան, Առինջ, Կոտայքի մարզի Առինջ, Ձորախբյուր, Ջրվեժ այդ բնակավայրի հատման մասում, որպեսզի այդ հատվածի բուրըն մասշտաբային կառուցապատման տեմպին հասցնի հեծը, հասցնելու մեր բնակիչների, մեր բաժանորդների կայուն եւ հուսալ էլեկտրամատակարարում, այս բան արդեն ունենք հարյուրավոր չէ հազարավոր բողոքներ, որոնք նախկինում պարզապես անտեսվել, բայց հիմա այդ բողոքները մենք հասցեագրում ենք, բայց հասանք մի հանգրվանի, որ անխուսափելուն այդ հատվածում Առինջի, Ձորախբյուրի, Ջրվեժի եւ Ավան թաղամասի այդ հատման կետերում ես պետք է բարձր լարման մեկ նոր ենթակայան, որպեսզի բերը թոթափենք սպառողները եւ կառուցապատման ահագնացող այս ծավալներին կարողանանք դիմագրել եւ համահունչ զարգացում ապահովել ենթակառուցվածքների։ Հաջորդ ենթականը կառուցվելու է Մասի Սարգավանտ հատվածում եւ եւս մեկ բարձր լարման ենթական կառուցվելու է Մոնտեմելքոնյան ուրեմն փողոցի վրա, հենց Երևանի սրտում դարձյալ մեծ կառուցապատման գոտի այդտեղ բարեբախտաբար է սպայն եւ քաղաքաշինության այդ ահռելի տեմպերը որևէ կերպ չխոչընդոտելու եւ ընդհակառակը խրախուսելու ներդրումային այդ միջավայրի գրավչությունը հեծը այդտեղ եւս նոր ենթական է կառուցելու։ Հիմնովին վերակառուցվելու է ամանորը նախորդին վթարված Վարդաշենի բարձր լարման ենթակայանը եւ հանրապետությունով մեկ շուրջ 3 տասնյակ բաղջիչ նոր ենթակայաններ են կառուցվելու, որի մրցույթային հանձնաժողովի արդեն ձեռամբ իրականացված մրցույթների ամփոփում բառացիորեն 3 առաջ օրը տեղի ունեցավ, ընկերությունը արդեն հաղթող ընտրվեց եւ պայմանագրերը շուտով կկնքվեն։ Ինչ է փոխվել։ Փոխվել այն, որ 600 կիլոմետր օդային եւ մալուխային գծեր պետք է նույն բյուջեի շրջանակներում վերակառուցենք հանրապետությունում, ընդ որում բոլոր ուղղությունները վերակառուցվող անձամբ ես եւ իմ թիմը բարձր ղեկավարությունը հեծի վերցրել եւ նախանշել ենք այն վիճակագրությունից ելնելով, որտեղ ուրեմն շատ վթարներ են տեղի ունեցել նախորդ տարիների ընթացքում,
որտեղ որ օդային գծերի մեջ շատ վթարներ են տեղի ունեցել վիճակագրորեն, այդ ուղղությունները հիմնովին նոր օդային գծեր են կառուցելու, որտեղ մալուխային, ընդ որում Երևանի փոքր եւ մեծ կենտրոնում մեծամասամբ մալուխային վթարները անձրևաջրերի ներթափանցման հետևանքով, ցրտերի ընթացքում եւ բեռի ավելացման հետևանքով մեծ վթարներ են ունեցել ցավոք, որոնք իհարկե ժամերի ընթացքում վերացվել են, բայց անհարմարություն են պատճառել մեր քաղաքացիներին եւ բնակիչներին եւ բոլոր այդ գծերը էական վերանորոգման, վերակառուցման եւ փոփոխության են ենթարկվելու եւ նաեւ կարող եմ ասել, որ նշված 46.4 միլիարդի ներդրումային ուրեմն բյուջեից մոտ 10-12 միլիարդի արդեն գնումները արդեն պահեստում են։ Այս պահին հեցի կենտրոնական թիվ 1 պահեստում Արզանի խճուղու վրա գտնվող, այսպես ժողովրդական լեզվով ասած ասակցելու տեղ չկա։ Կարծում եմ հեցի կենտրոնական պահեստը երբևէ այդքան գերծանավերված չի եղել էլեկտրատեխնիկական սարքավորումներով, տրանսֆորմատորներով, մալուխային եւ օդային այդ գծերով ու մնացած հարակից ապրանքանյութական արժեքներով։ Նաեւ ինչ է փոխվել, ապրիլի ուրեմն 22-ից սկսած հեցի նոր բաժանորդներն այլևս նույն սակագնի շրջանակներում էականորեն ավելի ցածր վճարներ են իրականացնում նոր բաժանորդ դառնալու համար, մինչև 40% էժանացում ունենք մեր քաղաքացիների համար։ Դա նախադեպ է, երբ գործող էլեկտրաէներգիայի վճարի սակագինը չավելացնելով, նոր բաժանորդ դառնալու վճարները գրեթե կիսով չափ նվազեցում է։ Դա արդյունավետ կառավարման արդյունք է, անհամեստ չթվա իհարկե ասածս, եւ նաեւ եւս մի լավ ուրախալի լուր ասեմ, այս պահին վիճակագրությունն եմ մատնանշում, մոտ օրերս այդ մասնատեն պաշտոնապես հաղորդագրություն նաև կտանք այս տարվա առաջին 4 ամիսներին, ապրիլ ամիս արդեն ամփոփում ենք, անջատումների ուրեմն միջին տևողության առումով 25%-ի դրական ցուցանիշ ունենք դարձյալ։ Այդ դեպքում, երբ հունվար ամիսը վերջին տասնամյակի համար աննախադեպ ցուրտ ամիս է եղել եւ գործ ենք ունեցել նույն խարխլված, վատթար, չնորացված ենթակառուցվածքների հետ, ինչը նախորդ տարիներին եւս եղել է լարման մեջ, այն դեպքում, երբ վերջին ամիսներին մասնավորապես մատնանշեմ, օրինակ նախահամանորի, երբ սպառման բեռը ամենաբարձրն է լինում, սպառման բեռը դեկտեմբերի 27-28-ին եղել է շուրջ 1380 մեգավատ-ժամ։ Դա աննախադեպ թիվ է եղել վերջին տարիների համար եւ նման սպառում, որը որ ենթադրում է 18-20-25%-ի տարբեր տարածաշրջաններում սպառման ավելացում, նույն թողունակության նոր ենթակառուցվածքների պարագայում սպասարկելը ահռելի ծանր աշխատանք է, 24-ժամյա օպերատիվ կառավարում, ճգնաժամային կառավարման, այսպես ասած, գործիքակազմերի ներգրավմամբ եւ իհարկե հերթապահ ու պատասխանատու ստորաբաժանումների անբասիր ու հանձնարարու աշխատանքի, ինչի համար ես օգտվելով արդեն շնորհակալություն եմ հայտնում հեցի բոլոր 7000 աշխատակիցներին։ Եվ վերջում շատ կարճ ինչի մասին են լինելու հունիսի 7-ի ընտրությունները, պարոն Պետրոսյան։ Հունիսի 7-ի ընտրությունները լինելու է խաղաղությունը տեր կանգնելու, խաղաղության օրակարգը մինչև իրավական ձևակերպման, վավերացման փուլը երաշխավորելու, սուվերեն ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու, աշխարհում արտաքին քաղաքական հարթության մեջ միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալու եւ մնալու եւ մեր ժողովրդին վերջապես երկարատև խաղաղ արարման դարաշրջան պարգևելու մասին։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Ես շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն էր, կհանդիպենք։